Իսկ ինչ կասեմ արդարության եւ արդարադատության մասին։ Միթե այստեղ մենք հասել ենք այն կետին, որ ուզում ենք հասնել եւ որն էր այդ կետը։ Իսկ մեր երազանքի կետն այն էր եւ շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այստեղ կանխատեսում եմ արդեն իսկ ավանդական դարձած քննադատությունը, թե մենք բաց ենք թողել դատավորների վետինգի հնարավորությունը։ Այս քննադատությունը իրականում տեղին չէ երկու պատճառով։ Նախ, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան եւ ճշգրիտ հավատանի մենք մնացել այդ խոստումին։ Եվ հետո Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Նաև չմոռանանք, որ մենք բառից բուն իմաստով 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան ենք ստեղծել 3 առաջին ատյանի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով։ Բայց ինչքան էլ դժվար լինի խոստովանել, հակակոռուպցիոն դատարանի հանրային ընկալումները հաճախ չեն տարբերվում մեր մնացած դատարանների ընկալումներից։ Սա մեզ պիտի հուշի, որ խնդիրները եւ դրանց լուծումները այնքան էլ պարզ չեն, որքան կարող է թվալ, եւ վարչապետի պաշտոնից իմ 7 տարվա դիտարկումների համաձայն այս խնդիրներն առաջին հերթին կապված են այն իրավաբանական մենթալիտետի եւ կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել է Հայաստանում։ Իսկ այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է։ Այդ մենտալիտետի համաձայն արդարադատությունը երբեմն, ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել տերովին տերն է տարել անտերին գելը հին ժողովրդական առածին եւ անհեթեթորեն ձգվող դատավարությունները սրա թերևս ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն էլիտար փոքրիկ խմբակի եւ դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է թե օպերատիվ, թե քննչական, թե դատախազական, թե դատավորական օղակներում։ Ամոթ է արդյոք 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Իրականում կամաչեի նման խոստովանություն անել, եթե առավելագույնը առաջ չլինեի նման վիճակ չունենալու համար, սկսած դատարանների շրջափակումից, վերջացրած դատաիրավական համակարգերում աշխատավարձերի շատերի կողմից անտրամաբանական համարվող բարձրացումից, շարունակած ամենատարբեր հնարավոր եւ անհնար կադրային փոփոխություններից ու ինստիտուցիոնալ բարեփոխումներից։ Բայց նշանակում է իմ ասածն արդյոք արձանագրում, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն, ոչ ամենևին։ Իմ ասածը նշանակում է վճռականության վերահաստատում, որ արկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք եւ հրաժարվելու ենք, որ անկախ եւ արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ եւ աներկբա, բայց սրա համար նախ պետք է հասկանալ, ախտորոշել եւ լուծել խնդիրները եւ այս ճանապարհին լինել սկզբունքային եւ հետեւողական։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ դատաիրավական համակարգում կան բազմաթիվ մարդիկ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերատիվ աշխատողներ, ովքեր վերը նշված օրակարգը իրենց անձնականն են համարում եւ պիտի աներկբա ասեն, որ այդ մարդիկ ունեն ժողովրդի, նրա ներկայացուցիչ քաղաքական մեծամասնության եւ կառավարության աջակցությունը։ Եվ այդ աջակցությունը պետք է արտահայտվի ինստիտուցիոնալ խնդիրները հասկանալով եւ դրանց լուծում փնտրելով։ Երբեմն մտածում եմ, որ արդարության եւ արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաեւ այն խնդրի հետ, որ մենք մեր կառուցակարգերով մեր դատական համակարգը էականորեն հեռացրել ենք ժողովրդից, ըստ էության կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն ժողովրդի եւ դատական համակարգի միջև օրգանական կապը
եւ առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։ Ես գիտեմ եւ հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի ծանոթ բարեկամ կապերը շատ ուժեղ են, երթվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման խնդրի առաջ։ Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ խնդրի առաջ եւ բացի այդ խնամի ծանոթ բարեկամ կապերը ինչպես եւ որքան կգործեն երթվյալ ատենակալների դեպքում նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի քննիչի դատախազի դատավորի դեպքում։ Ինչու ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից, ասելով դե քանի որ Հայաստանում խնամի ծանոթ բարեկամ կապեր ուժեղ են, եկեք դատավոր չունենանք, եկեք դատախազ չունենանք, եկեք քննիչ չունենանք, եկեք օպերատիվ աշխատող չունենանք։ Դեռ ավելին Արդարության եւ արդարադատության ոլորտում արկա խնդիրները եւ դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքը երբեմն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ինչ որ այլ տեղերից այլ մարդիկ են եկել եւ մեր նկատմամբ անարդարություններ են գործում։ Այդպես չէ, այդ մարդիկ մեր մանկապարտեզի, դպրոցի, բուհի, աշխատավարձի, բակի, շենքի մարդիկ են։ Մեր կողքին ապրած եւ մեր կողքին ապրող։ Եվ եթե նրանց մի մասին վստահում ենք արդարությունն ու արդարադատությունը որպես օպեր աշխատողների, քննիչների, դատախազների եւ դատավորների, մյուս մասին էլ կարող ենք վստահել որպես երթվյալ ատենակալների։ Եվ այս պարագայում արդարադատությունը ինչպիսին էլ այն լինի, կտրված չի լինի ժողովրդից։ Ընդհակառակը արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը արդար է ավելի քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած падգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ եւ ցանկացած ոստիկան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, ազգային ժողովի հարգելի падգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերադառնալով ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգին, պիտի արձանագրեմ, որ այն այլևս անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերում։ Իմ Facebook-յան էջի հատիկ առ հատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձած գույքերի թվարկումը սկսել եմ եւ կշարունակեմ, որ հասանելի լինի բոլորին։ Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Այսինքն այս 530 միլիոն դոլարի գույքերը եւ դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված եւ կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների եւ կամ նրանց ընտանիքի անդամների եւ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։
Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են եւ վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։ Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Golden Palace Ծաղկաձոր հյուրանոցը, AOX-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում եւ մարզերում։ Այս թեմային սակայն պետք է նայել նաեւ այլ դիտանկյունից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի իմ տված խոստման համաձայն։ Այս փայաբաժինը ինքնին մի քանի 100 միլիոն դոլարի շուկայական արժեք ունի, մի քանի 100 միլիոն դոլարի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ։ 2018-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի, այսինքն 2011-2017 թվականների հետ համեմատած։ Թալանի վերադարձը պոչով է լինում։ Բայց սա դեռ ամենը չէ։ 2024 թվականին ԶՊՄԿ-ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար հետևողական գործողությունների արդյունքում, որը ընդ որում միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի։ Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության։ Միայն ԶՊՄԿ-ով 1 միլիարդ դոլար։ Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաեւ ամուսարի խնդրը բարեհաջող հանգուցալուծելը եւ Հայաստանի Հանրապետության 12.5% փայաբաժին ձեռք բերելը եւ ազդակիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը։ Վիվասել ընկերության վաճառն ու կառավարության 20% փայաբաժին ձեռք բերելը։ Viva Armenia ընկերությունն էլ 2025 թվականին բացի վճարված հարկերից պետական բյուջե է վճարել 2 միլիարդ դրամ փայաբաժին։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև ահա պատրաստի ինստիտուտները, բանաձևերը, համակարգերը գործարկված են ապացուցելի եւ տեսանելի։ Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որը այս ողջ process-ի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք, օրինականորեն եւ անցնցում։ Միևնույն ժամանակ մենք 100%-ով համատարիմ ենք մնացել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին, չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ ընդհակառակը հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է եւ շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Այս թեմայով իմ ասելիքը ամփոփելով ուզում եմ հատուկ ընդգծել, սա շատ կարևոր է, որ վերը նշված ընկերությունների անունների հիշատակումը այդ համատեքստում վերաբերվում է նախորդող շրջանի գործընթացներին եւ այդ ընկերություններին իմ հիշատակած հայտնի գործընթացների արդյունքում համարում եմ կառավարության հուսալի եւ վստահելի գործընկեր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընկերությունների, խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ամուլսարի, Viva Armenia ընկերության, մեր համասեփականատերերին արդյունավետ համագործակցության համար, որը մենք անշուշտ կշարունակենք ամենաազնիվ կերպով։